Թայլանդի մշակութային ու կրթական մայրաքաղաքը ամռանը դարձել էր համաշխարհային աշակերտական հավաքատեղի։ Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան այստեղ էր բերել 104 երկրի 577 մասնակցի։ Հայաստանի 6 պատանի մաթեմատիկոսներն էլ մեդալներով են վերադարձել Թայլանդից, 1 արծաթ, 5 բրոնզ։ Շատ հետաքրքիր էր անցկացված օլիմպիադան, շատ գոհ մնացի դրանից։ Սերգեյը բրոնզե մեդալը ձեռքին օլիմպիադայի մրցութային լարվածության մասին չի պատմում, շապիկին Թայլանդի հայտնի ֆուտբոլիստ փղերն են։ Նրանց հետ է կապված Սերգեյի օլիմպիական ամենավառ հիշողությունը։ Մեզ տարել էին էքսկուրսիա, այնտեղ կազմակերպել էին էքսկուրսիա եւ տարել էին այնտեղ, որտեղ կային փղեր, մեզ ցույց տվեցին փղերին, մենք իրանց հետ այսպես ասած շփվեցինք։ Հետո փղերին տարան ֆուտբոլի այսպես ասած դաշտ, որտեղ իրանք իրար հետ ֆուտբոլ էին խաղում։ Ֆուտբոլիստ Փիղն իր դերասանական տաղանդով այնպիսի տպավորություն է գործել Սերգեյի վրա, որ տղան ընկել է երկընտրանքի մեջ։ Փոքր տարիքում արտիստի կարիերայի մասին է երազել, ոչ թե մաթեմատիկական հաշվարկների։ Կամ կարող է ինչ-որ արտիստական միջավայրում տեղ գտնեի։ Ամենից լավ Սերգեյը հաշվում է, բայց կիրառական իր աշխարհում էլ ունի չսիրած անկյուն՝ երկրաչափությունն է։ Մնացած այսպես ասած թեմաների հետ համեմատած երկրաչափությունը ավելի բարդ է ինձ համար։ Բարդություններն էլ իրենց հետաքրքրություններն ունեն, օրինակ Սերգեյին նախաօլիմպիական շրջանն էր թվում անհաղթահարելի։ Հիմա 15-ամյա ֆիզմաթցին դրանց մասին ժպիտով է խոսում։ Առաջին միջազգային մեդալն է, անքուն գիշերների արդյունքը։ Անի Հակոբյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։